Փառքներդեհին եւ ազատություն ապստամբ արժանապատիվ սասնացրերին։ Ազգային ժողովրդավարական բևեռը մասնակցում է ընտրություններին եւ ընտրացուցակում բևեռի համարը 8-ն է։ Տեսնում եք, մենք ենք մեր սայր կտավի վրա եմ հարմարացրել այս անգամ մեր ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդանիշով Հայկ Նահապետի պատկերով 8-ը եւ ես շատ եմ կարևորում ազգային ժողով բևեռի ես կասեի ներխուժումը, որովհետեւ ազգային ժողովը երբեք մեր ազգային կառույցը չի եղել, անունն է ազգային ժողով, բայց այն միշտ ձևավորվել է ռեժիմի, ասել է թե գաղութարարի, ասել է թե վերջի 20 տարին կոնկրետ Պուտինի հրահանգով եւ նրա թույլտվությամբ խորհրդարանում հայտնվել են իշխանություն կամ ընդդիմություն բացառապես Պուտինի կամքով։ Այս վերջի խորհրդարանը գործող ներկայից, որին հաշված օրեր են մնացել, Մուրշ մանգաղաստղը դուք արդեն տեսաք եւ հասկացաք, որ դա ամբողջությամբ Պուտինյան խորհրդարան է, որովհետեւ ելի եմ ասում, այս խորհրդարանի օրոք Արցախ է հայաթափվել։ Ու այս խորհրդարանը չի ցնցվել, չի պառակտվել, չի լուծարվել, համազգային շարժում չի վերսկսել, ասել է թե դրա համար էլ եկել էին եւ դրա համար էլ շարունակելու են վերարտադրվել, որպեսզի այն ինչ որ Արցախի հետ արվի Հայաստանի հետ, որովհետեւ վերջին 3 տարին արդեն Ալիևը հիշել է, որ գոյություն է ունեցել Արևմտյան Ադրբեջան։ Ասենք 10 տարի առաջ ինքը դրա մասին ընդհանրապես չէր խոսում։ Այս վերջին 3 տարին սկսել է խոսել Արցախը այս խորհրդարանի աջակցությամբ առանց վախենալու հայաթափելուց հետո արդեն խոսում է արևմտյան, եւ նոր պատմություն է կերտում։ Եւ ցավալիորեն այդ պատմության, այդ կեղծ ստոր պատմության կերտելու process-ին իր կարևոր, իր թուրքերի համար կարևոր, իր ծանրակշիռ ներդրումն ունի Նիկոլ Փաշինյանը։ Բազմիցս արած իր արտահայտություններով իմիջայլոց կլինի, թե պաշտոնական հայտարարություն կլինի երգով թե խաղով, ինքը միշտ հարստացնում է Իլհամ Ալիևի զինանոցը, որպեսզի ինքը ավելի ազատ կարողանա հակահայ արտահայտություններ անել, բայց երբեք դուք չեք լսի Իլհամի բերանից ի օգուտ մեզ, երբ որ թաթարական այս 18 թվին ձևավորվում էր այս հանրապետությունը, որը հետո պետք է դառնար Ադրբեջան, անգամ այդ հանրապետությունը, երբ որ Բաքվում քաղաքապետերը հայեր են, որտեղ իրենք մտավորական չեն ունեցել, իրենք գիր գրականություն մշակույթ չեն ունեցել։ Բայց երբեք Ալիև Բերանից չեք լսի դες բան, որ հայերն են, մեր տառերը հայերն են, այդ լատիներենից ձևափոխել տվել մեզ, որ կրթական համակարգը, տնտեսական բոլոր հարցերում հայերն են եղել։ Չեք լսի։ Ընդհակառակը նրանք անգամ Բաղրամյանին, Հովհաննես Բաղրամյանին կսարքեն ադրբեջանցի, Շիրվանզադեին կսարքեն ադրբեջանցի։ Հասկանում եք, չեն անի, բայց հանկարծ լսում ես, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի այսպես Ալիևի դիրքերն ամրացնող ասում է, թե Բագրատներից հետո սա նախորդ եթերի ընթացքում էլ ասեցի, Բևեռ Ամերիկա ալիքով, երբ որ պարոն Եղնուկյանի հետ էի խոսում, ու իմիջիալոց կասի, այստեղ հայեր չեն ապրել։ Այսինքն վերջի 1000 տարին այստեղ հայեր չեն ապրել, ըստ Նիկոլի։ Եվ ոչ մի միավոր չի եղել հայկական։ Ու գիտեք ցավը որն է, որ որևէ պատմաբան լուրջ կերպով չհակադարձեց։ Ինչպես է լինում, որ Նիկոլը ամեն ինչից հասկանում է եւ նրա ասածները չեն, ասենք գնում է գյուղատնտես է դառնում, գնում է, ասենք շինարարություն դառնում է շինարար, ճարտարապետ, չգիտեմ, ինժեներ, պատմության մեջ պատմության մասնագետ է, կովկաթելու մեջ կովկաթելու մասնագետ է։ Ոնց եղավ։ Հասկացանք հանրության զգալի մասը, չնայած բոլոր հասարակարգերում, հանրության զգալի մասը անկիրթ է, անգետ է։ Երբ որ նրան ասում ես Արցախը երբեք, բառներ շեշտում է, երբեք Հայաստան չի եղել, այդ մարդու մեջ այդ երբեք այդ սուր շեշտադրման բառը նստում է գլխի մեջ։ Թեկուզ ի վնաս իրեն ես ասում, գլուխը մտնում է։
Բայց որ այդ մարդուն ասես դու լսել ես մի ադրբեջանցի կամ Ալիևը որ կանգնի ասի Արցախի երբեք Ադրբեջան չի եղել կամ լավ ասի այս ինչ հատվածում Ադրբեջան չի եղել։ Չեք լսի։ Իրոք չեք լսի։ Եվ ելի եմ ասում ցավ եմ ապրում որ որից է պատմաբան չուղեց Նիկոլ այդ հայտարարությունը չգիտեմ բան տեղ չդրին թե վախեցան աշխատավարձից մինչև երբ եք վախենալու, որ մինչև այն պահը, երբ որ Ալիևը կհիմնավորի կեղծ ձևով, բայց կհիմնավորի, որ ամբողջ Հայաստանը դա Ադրբեջանի տարածք է, եւ այն ժամանակ արդեն դուք չեք կարող անգամ ձեր սեփական տունը պաշտպանել, որովհետեւ դա կլինի ադրբեջանական հողի վրա կառուցված ապօրինի շինություն։ Դուք հասկանում եք ձեր աշխատավարձի, ձեր պաշտոնի, ձեր աթոռի այդ վախից, սիրելուց կամ չգիտեմ կարճած լինելուց պատմաբան կլինես, ոստիկան կլինես, չգիտեմ դատախազ կլինես, քննիչ կլինես, դպրոցի տնօրեն կլինես, հացի գործարանի տեր կլինես, բիզնես ով ուզում ես եղի։ Եթե դու թույլ տվեցիր, որ Նիկոլն ու Իլհամը Հայաստանը դարձրեցին Ադրբեջան, հավատա դու ինչ ունես այդ հողի վրա ապօրինի է դառնում ապօրինի շինություն, դու Ալիևից թույլտվություն չես ստացել, որ այդ բանը շինես։ Կամ պետք է քանդես ռադդ քաշես, կամ պետք է նվիրես ռադդ քաշես։ Երկու դեպքում էլ ռադդ քաշելու ես։ Դուք սրան լուրջ վերաբերվեք։ Մի ինգեք Տաշիր Սամոյի, չգիտեմ, Նիկոլի այս անմակարդակ գզվրտոցն են, դրանց բառամթերքին նայեք։ Հասկանում ենք, որ 21-րդ դարում իշխանությունը ընտրություններով է ձևավորվում եւ այնպես չի, որ այդ ընտրության արդյունքում ազնվական է գալու նստի, ասենք պետության ղեկին։ Հազվադեպ կարող է ազնվական տոհմից ինչ որ մեկը գա, այդ արմատներ ունենա եւ դառնա։ Սովորական քաղաքացիներ են ընտրվում։ Բայց մարդը պետք է կիրթ լինի, մարդը պետք է խոսելու ձիրք ունենա, մարդը պետք է ազգային շահը պահելու կամք ունենա, ոչ թե ասի այստեղ վերջի 1000 տարին մարդ չի ապրել, հայ չի ապրել, այլ ընդհակառակը։ Ոչ միայն հայեր են ապրել, այլ նաև իշխել են, թեկուզ այլ պետության կառուցում, բայց իրենք են իշխել։ Անգամ Օսմանյան կայսրության տարիներին, Օսմանյան կայսրության պետության շարժիչ ուժը եղել են հայերը։ Հիմա էլ եթե Թուրքիան թափ տան, տակը թուրք չի մնա։ Հենց հիմա։ Բայց այդ մասին որից մեկը չի խոսում։ Դավիթ բեկը 300 տարի է մեզանից հեռու էլ, այդքան հեռու չէ։ Բայց որ Սյունիքում, Արցախում անգամ դրամ էր հատում։ Դա այդ իրավունքը արքաներն ունեն։ Նիկոլ Դավիթ բեկի հատած դրամներից տեղյակ չես, որ ասում այստեղ հայեր չեն, אבל միավոր անգամ հայկական չի եղել։ Այսինքն մեր պետության մեջ, եթե դուք շարունակեք պետական ծառայողներ, բյուջեից սնվողներ, եթե դուք շարունակեք աջակցել թրքացման process-ին, դուք կորցնելու եք ձեր ամեն ինչը։ Հլեն տկարը տգետը չի հասկանում։ Իրեն ասել են քո դժբախտությունը Քոչարյանը Ռոբերտն է, ինչքան կարաս Նիկոլին պաշտպանի, բայց գլխի չի որ Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ իրար հետ են իր ատունը քանդում։ Եվ նա անգիտակցաբար գնում է Նիկոլի փեշից բռնած։ Ու անգամ գլուխը մտցրել են որ Ալիևն ավելի լավն է, քան Ռոբերտ Քոչարյանը, օրինակ։ Դու եթե տեղը կա Ալիևին կընտրես։ Կուզես դու Ադրբեջանի կազմում ապրես։ Կուզես որ քո գյուղը լինի Ադրբեջան, ոչ թե անկախ Հայաստան, որի ղեկավարն ասենք Ռոբերտ Քոչարյանն է։ Օրինակ։ Տկարի գլուխը դենց բան կարող են մտցնել։ Բայց երբ որ պատմաբանը, որը միշտ հայրենասիրություն եք հարոզել, չգիտեմ ուսուցիչը, քաղաքական որ լռում են այս երևույթի վրա, արդեն հասկանում ես, որ այդ բան թշնամու մետաստազները խորացել են։ Եվ այստեղ իսկապես ազգային ժողովրդական բևեռի, այս ազգային կառույցի խնդիրը մեծանում է, հոգսը մեծանում է։ Մեզ լսելուց պետք է հասկանանք։ Դուք վախով եթե կառավարվեցիք, կորցնելու եք ամեն ինչ։ Դուք եթե փողով կառավարվեցիք, ես ձեզ մի բան ասեմ, Տաշիր Սամոն չի եկել որ Նիկոլի հետ ինչ-որ բան կիսի։
Ինքը եկել է որ Նիկոլի թիկունքը պահի ժողովուրդ Ռոբերտի հետ, որովհետև կարող այս անգամ Ռոբերտի մոտ չստացվեր, որովհետև ժողովուրդը արտանում էր։ Եկել է Տաշիր Սամոն, որ այն ինչ որ Ռոբերտի մոտ չպետք է ստացվի, Տաշիր Սամոյի մոտ ստացվի։ Ինքը հանձնարարությամբ եկել, ինքը չի ցանկացել գալ։ Իսկ եթե հանձնարարությամբ եկել, ուրեմն հանձնարարություն ունի։ Իսկ այդ հանձնարարությունը Պուտինից է ստացել։ Իսկ Պուտինը մեր ի՞նչն է։ Մեր ոչ մի բանը։ Հապկում չկա մի պետություն, որը մեր բարեկամն է։ Մենք գտնվում ենք թշնամական կառույցում, որտեղ հապկ անդամ բոլոր երկրները մեր թշնամուն շնորհավորեցին։ Այսինքն մեզ ճանաչեցին հանցագործ։ Մեր դաշնակիցները հապկ անդամ Ղազախստան կլինի, Qırğızstan կլինի, չգիտեմ, Բելարուս կլինի, Ռուսաստան կլինի, շնորհավորեցին Ալիևին։ Նիկոլները, Սերժիկները, Ռոբերտները մեզ պահել են թշնամական ճամբարում։ Մենք որքան էլ բղավում ենք, դուք պետք է կարողանաք այս մեր ասածի ու այդ երևույթի մեջ տեսնեք նմանություն։ Գիտեք Տաշիր Սամոն ինչի համար է եկել։ Եկել է որ հետ ընտրական process-ները, երբ որ հանգարց ազգը արթնանա, ինքը մարի, ոսոր Ծառուկյանը 13 թվին արեց։ Որ իբր դուրս էր եկել քաղաքականությամբ, հեղաշրջում անելու, հետո ասեց ես էլ քաղաքականությամբ չեմ զբաղվում, թողես գնաս տուն։ Նաև պայմանավորված իրեն էլ դոդի գագու էլ չգիտեմ եսի մի ինչ, ով ասես, ինչ ասեցին, ինքը լուր գնաց, որ ժողովրդին հասկացնի, չէ, էլ գնացեք դուք էլ տուն գնացեք, որ ես գնացի, դուք էլ գնացեք։ Հիմա Տաշիր Սամոն գիտեք ինչ է անելու։ Ինքը եթե ժողովուրդը դուրս գա փողոց ընդվզի, ինքը գնալու է այդ ժողովրդին կառավարի, իբր Նիկոլի դեմ ու հետո Ծառուկյան Գագիկի պես ժողովրդին մարի ցրի գնատուն։ Ինքը սրա համար է եկել։ Ինքը չի եկել որ տեղամասերում ուշադիր լինի, որ Նիկոլը չկեղծի, ընդհակառակը։ Ինքը եկել է որ կեղծելու ժամանակ բողոք բարձրացնողները քիչ լինեն։ Կամ բարձրացնելուց հետո էլ մարի տանի, ասի դե էական չէին կարա, որովհետև Նիկոլն ասում է ինձ սահմանադրական մեծամասնություն է պետք։ Այսինքն այնպիսի մեծամասնություն, որ ոչ մեկին չնայի սահմանադրությունը Իոկուտ Ալիևի փոխելու, սահմանները Իոկուտ Ալիևի զիջելու։ Լավ, ինչպես է եղել, որ սովետական միության տարիներին անգամ թուրքերը ինչքան բարձր կետ կա, այդ սղոցաձև այդ սահմանները, որ սարքվել է։ Էլ եմ ասում, Վրաստանի հետ այդ կարգի սղոցաձև չի մեր սահմանը, բայց թուրքերը միշտ ուզեցել ասես կրծեն մի բան տանեն, որտեղ բարձր լեռ կա, այդ վերցրել են, թեպուզ տարածքի մեջ մխրճված, որտեղ աղբյուր այդ ծնոտ սարեր կան, աղբյուրաբեր, ջրաբեր վերցրել են։ Ոնց եղավ էլի, որ ասենք Հայաստանի տարածքները թուրքերը դες կարողացան այդ ռազմավարական կետերը, տնտեսական կետերը, կենսական կետերը սարքեն ադրբեջանական ՍՍՀ։ Այս հարցեր են, որ դուք պետք է սկսեք մտածել։ Էլ եմ ասում, պետական ծառայող, եթե դու Նիկոլին ընտրեցիր, դու դարձնում ես քո տուն ու տեղը, քո աշխատանքը դարձնում ես ապօրինություն։ Մոդեցնում ես այդ քայլը Ալիևի, որ ինքը քեզ դարձնի օկուպանտ եւ քո շինությունները ապօրինի, առանց իրեն տեղակ պահելու իր տարածքում տուն տեղ դնելու համար։ Խոհեմ եղեք, իսկապես խոհեմ եղեք, եկեք հանգարցագի բերենք թե Նիկոլին, թե Տաշիրներին, թե Դոդերին, թե Ռոբերտներին։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Ազգայինին տեր կանգնեք։ Ազգայինն է, որ ազգի մասին մտածում է, իսկ ազգը դու ես, սիրելի հանրություն։ Ոչ թե պակիստանցին, ոչ թե հնդիկը, որոնց առաջտեղները բացել են եւ մեծ ծավալի լցնում են Հայաստան, որ վաղը չեմ իսուր քեզ հետ հակակշռեն։ Նիկոլ որ ասում է, այստեղ 1000 տարի հայ չի ապրել, ինքը ուզում է այդ ամեն ինչը իր ասածները ուզում է իրականություն դարձնել։ Այս տեմպերով մենք դառնալու ենք փոքրամասնություն։ Պակիստանը աշխարհում 5-րդ թե 4-րդ բնակչությունն է այդ պետությունը։ Այնքան արնխու բնակչություն ունի, որ կարող է, ասենք, 1-2 միլիոն լցնի Հայաստան հերիք է, որ մենք արդեն մեր երկրից թողնենք, փախնենք։ Ձեր քաշեք Նիկոլից։ Իսկ Նիկոլես խաղերի մասին էլ ասեմ, որ շուտ դիմակավորված անձինք հայտարարում են, բռնենք, չգիտեմ, սպանենք, չգիտեմ, մեր Արցախի ակցենտով, չգիտեմ ինչի ակցենտով։ Ես ասեմ,
Եթե ինչ-որ մեկ ուզում է ինչ-որ մեկին վերացնել, նա չի զգուշացնում։ Ոչ դիմակով, ոչ էլ առանց դիմակավորված։ Ու եթե դա Նիկոլի Սարկածը չլներ, այդ հայտարարությունից հետո Նիկոլը հանգիստ դուրս չէր գա ժողովրդի մեջ, հեռախոսով էլ ցույց տալ, տեսեք ինչ են ասում, տեսեք ոնց են սպառնում։ Ինքը տնից դուրս չէր գա, եթե դա իմանար ինքը չի արել, ուրիշն է արել։ Ինքը այդ քաջությունը չունի։ Ինքը ցռան վերգոյից էլ ցռան վերգո է։ Ուղղակի ինքը չստացված ծաղրածու է։ Տկարի համար հա, ստացված, բայց ինձ համար չստացված։ Խոյեմ եղեք։